Բարև ձեզ թարմացված նորությունները ուղի եթերում հորիզոն է 11 հունիսի չորեքշաբթի։ Ճամբարա քաղաքում տեղ ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 4-ի, լատակներում ևս 1 մարմին են որոնում։ Այսօր առավոտյան է դեպքը տեղի ունեցել Ճամբարակի Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի բնակարանում տեղի է ունեցել գազի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են շենքի 4-րդ, 3-րդ եւ 2-րդ հարկերի բնակարանները, մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարանները, բռնկվել է հրդեհ։ Առողջապահության նախարարության հայտնած տվյալներով հոսպիտալացվել է 11 տուժած, նրանցից 3-ին տեղափոխել են Երևանի բուժհաստատություններ, տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության եւ բավարար։ Դեպքի վայրում աշխատում են մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատները, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2 խումբ կինոլոգներով։ Պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է, հայտնում են Հայաստանի քննչական կոմիտեից։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ ու լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները, հատուկ ուշադրություն դարձնելով միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցերին։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր թեմաների։ Ազգային ժողովի նախագահ ընդունել է նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։ Քննարկումների առանցքում է եղել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։ Ալեն Սիմոնյանի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պավող եւ անհետ կորած անձանց հետ կապված խնդիրներին։ Իրանը սպառնում է հակամարտության դեպքում հարվածել մերձավոր արևելքում գտնվող ամերիկյան բոլոր ռազմաբազաներին։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ասիս Նասիրզադեն։ Հուսով եմ, որ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, բայց եթե մեզ պարտադրվի զինված բախում, հակառակորդի կորուստներն անկասկած ավելի մեծ կլինեն եւ այդ դեպքում Միացյալ Նահանգները ստիպված կլինի լքել տարածաշրջանը։ Ամերիկյան բոլոր բազաները մեր հասանելիության գոտում են։ Մենք չենք վարանի հարվածել դրանց այն երկրների տարածքում, որտեղ տեղակայված են, ասել է նախարարը։ Աշխարհի թեժ կետերում զարգացող իրադարձությունների մասին կպատմի միջազգային լրահոսը։ Խարկովի վրա ռուսական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել, առնվազն 54-ը վիրավորվել, հայտնել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Նրա խոսքով հարվածները հասցվել են քաղաքի Օսնովյանսկի և Սլովոդսկի շրջաններին, այդ թվում բնակելի շենքերին և մասնավոր տներին։ Հարվածների վայրերում հրդեհներ են բռնկվել։ Երեկ Ռուսաստանը եւ Ուկրաինան փոխանակել են վիրավորներին Ստամբուլում ձեռք բերված համաձայնության շրջանակներում։ Կիևն ու Մոսկվան չեն նշել նրանց ճշգրիտ թիվը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ալեքսանդր Դարչիևը հայտնել է, որ Ռուսաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները նախնական որոշում են կայացրել հարաբերությունների կարգավորման հարցով խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ։ Նա հաստատել է, որ պատվիրակությունների հաջորդ բանակցությունները տեղի կունենան Մոսկվայում։ Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման համար դեռ երկար ճանապարհ կա, գործընթացը ինքնին դժվարությամբ է ընթանում, եւ այն դանդաղեցնում են ոչ միայն Սպիտակ տան հակառակորդները, իդեմս խորքային պետության, այլև կոնգրեսի բազեները, որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի։ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինան ցույց է տալիս, որ պատրաստ չէ բանակցություններին։ Նրա կարծիքով նման մարտավարությունը կարող է բացառացնել Կիևի իրավիճակը ներկայիս հակամարտության համատեքստում։ Մենք խաղաղություն ենք ուզում, եթե Ուկրաինան շարունակի առաջնորդվել այլ պետությունների շահերով, ապա ռուսական կողմը ստիպված կլինի արձագանքել։ Կիևի փոխզիջման չգնալը Ուկրաինային կարժենա մի շարք նոր տարածքներ։ Մեդինսկին հավելել է, որ Ռուսաստանի հետ երկարատև պատերազմ վարել անհնար է, օրինակ բերելով Շվեդիայի հետ 21-ամյա պատերազմը։ Նախորդին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունգարական Valsas on-line պարբերականին տված հարցազրույցում ասել էր, որ Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցող ուկրաինական պատվիրակությունը չունի լիազորություններ, քննարկելու հնարավոր տարածքային փոփոխությունները խաղաղության պայմանագրի շրջանակում։ Զելենսկիի խոսքով տարածքների շուրջ միայն ինքը կարող է բանակցել, եւ դա կանի միայն ուղիղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հարցազրույցում Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ արևմտյան գործընկերները պատժամիջոցներ չեն կիրառում Մոսկվայի դեմ, քանի որ Ուկրաինան չի մոբիլիզացնում 18-ամյա տեռահասներին։
Պատժամիջոցները կարող են զրկել ռուսներին պատերազմը ֆինանսավորելու համար անհրաժեշտ միջոցներից, սակայն երբ խոսքը վերաբերում է պատժամիջոցներին, արևմտյան գործընկերները դրանք չկիրառելու պատճառների շարքում մասնավորապես նշում են, որ Ուկրաինան չի մոբիլիզացրել 18 տարեկան երիտասարդներին։ Եվրոպական հանձնաժողովը Ռուսաստանի դեմ առաջարկել է պատժամիջոցների 18-րդ փաթեթը, այն ներառում է էներգետիկայի եւ բանկայի ոլորտներին դեմ միջոցառումներ, այդ թվում հյուսիսային հոսք եւ հյուսիսային հոսք 2 գազատարների օգտագործման արգելք եւ ռուսական նավթի գնի առաստաղի իջեցում մինչեւ $45 1 բարելի համար։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ նահանգների 2026 թվականի բյուջեն նախատեսում է Ուկրաինայի ռազմական օգնության կրճատում։ Այս վարչակազմը բոլորովին այլ տեսակետ ունի այն հակամարտության վերաբերյալ, Կոնգրեսի հանձնաժողովում ասել է Հեքսեթը։ Մենք հավատում ենք, որ խաղաղ բանակցային լուծումը լավագույն տարբերակն է երկու կողմերի, ինչպես նաև մեր երկրի շահերի համար։ Հիշեցնենք, որ ԱՄՆ ՆԱՏՕ-ում դեսպան Մեթյու Վիթաքերը հունիսի 4-ին ասել էր, որ Թրամփի վարչակազմը դեռ որոշում չի ընդունել Ուկրաինային հետագա օգնության վերաբերյալ, քանի որ կենտրոնացված է նախագահ Թրամփի կողմից հակամարտության ավարտը ապահովելու հնարավորությունը պահպանելու վրա։ Լոս Անջելեսում պարետային ժամ է սահմանվել քաղաքի կենտրոնում շարունակվող բողոքի ցույցերի պատճառով։ Այս մասին հայտարարել է քաղաքապետ Կարեն Բասը, ընդգծելով, որ արտակարգ դրություն եւ պարետային ժամ է սահմանել Լոս Անջելեսի կենտրոնում վանդալիզմն ու թալանին վերջ դնելու համար։ Ռեժիմը կգործի քաղաքի 2.5 քառակուսի կիլոմետր տարածքի վրա։ Նրանց, ովքեր չեն ապրում կամ աշխատում Լոս Անջելեսի կենտրոնում, քաղաքապետը հորդորել է խուսափել այդ տարածքից, հավելելով, որ իրավապահ մարմինները կձերբակալեն պարետային ժամը խախտող յուրաքանչյուրին եւ պատասխանատվության կենթարկեն։ Բողոքի ցույցերի եւ բռնության որոշ կադրեր տպավորություն են ստեղծում, որ սա քաղաքային ճգնաժամ է, բայց դա այդպես չէ, ասել է քաղաքապետը։ Լոնդոնում երկօրյա բանակցությունների արդյունքում Միացյալ Նահանգները եւ Չինաստանը սկզբունքորեն համաձայնության են եկել առևտրային վեճը լուծելու համար, որը սպառնում էր աշխարհը ընկղմել ռեցեսիայի եւ տնտեսական անկայունության մեջ, հայտնում են Չինաստանի պետական լրատվամիջոցները։ Համաձայնագիրը խաթարվել էր նախորդ շաբաթների ընթացքում մի շարք վեճերի պատճառով։ Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա չինացի գործընկեր Սի Ցզինպինը հեռախոսազրույց ունեցան, որի նպատակն էր թուլացնել լարվածությունը։ Չինաստանը, որը աշխարհում հազվագյուտ մետաղների ամենամեծ արտադրողն է, ապրիլին հայտարարել էր այդ նյութերի վրա սահմանված արտահանման սահմանափակումների հնարավոր մեղմացման մասին։ Միաժամանակ Պեկինը կոչ էր արել Վաշինգտոնին վերացնել Չինաստանի համար կարևոր կիսահաղորդիչների արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիաների հասանելիության սահմանափակումները։ Ալա Ղալաչյան, Հորիզոն։ Մոլորակի ամենահարուստ մարդը Իլոն Մասկը զղջում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի մասին իր մեկնաբանությունների համար։ Այս մասին ագրել է իր X-ի միկրոբլոգում։ Ես զղջում եմ անցած շաբաթ նախագահի մասին իմ որոշ գրառումների համար։ Ես չափն անցել եմ, հայտնել եմ միլիարդատերը։ Դրանից մի քանի ժամ առաջ նա վերահրապարակել էր Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ի գրառումի մասին, որ Իլոն Մասկը կառավարության արդյունավետության դեպարտամենտում աշխատանքի պատճառով կորցրել է իր կարողության 25%-ը։ Պատրաստ եք սրտան շնորհակալություն հայտնել Մասկին, հարցրել էր Vance-ը։ Թրամփը դեռևս չի արձագանքել Մասկի ներողությանը։ Քաղաքային լողավազանը շենքային եւ կոնստրուկցիոն լուրջ խնդիրներ ունի։ Ջրային մարզաձևերի մանկապատանեկան միակ մարզադպրոցում անսարք է օդափոխության համակարգ, ինչի պատճառով շենքի պատերը խոնավության մեջ են, երկաթե կառուցատարերն ամբողջությամբ ժանգոտված։ Բարդված խնդիրների պատճառով մարզադպրոց հաճախող երեխաների թիվը խիստ նվազել է։ Այս մասին արձանագրում է մարզադպրոցի նոր տնօրենը, ով Գյումրիում գործող միակ լողավազանն ընդունել է բազմաթիվ խնդիրներով։ 2005 թվականին է բացվել Գյումրիի միակ լողավազանը, որը քաղաքապետարանի ենթակայության է։ Որպես ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց նախատեսված է հիմնականում 6-ից 16 տարեկան երեխաների համար, թեև երեկոյան ժամերին սիրողական լողով զբաղվողների համար դռները բաց են, իհարկե վճարովի հիմունքներով։ Շենքային ու մարզաձևով զբաղվելու պայմաններն ու հնարավորությունները 20 տարվա մեջ վատացել են, ինչի պատճառով սաների թիվն է պակասել, այն էլ կտրուկ։ Դե հիմա քիչ է, ես կզարմանամ այս ժամանակ, իմ ժամանակ այս ամսին, այս օրերին այստեղ ասեղ գցելու տեղ չկար։ Հիմա շատ են քիչացել։ Թե ժողովուրդն է գնացել, թե ժողովուրդը էլ չի բերել երեխաներին, չգիտեմ, այդ պատճառը շուտով կպարզենք։ 20 տարի շահագործվող մարզադպրոցում վերանորոգումներ չեն եղել։ Սա Գյումրիի քաղաքապետին վստահեցրին լողավազանի նախկին ու ներկա ղեկավարները, բայց հիշեցրին, որ 2 անգամ օդափոխության համակարգ են փոխել, որից բան չի փոխվել խոնավությունից քայքայվող շենքում։ Հիմա նորից համակարգը անսարքություններ ունի։
Հաստ հիմա չի աշխատում։ Արդյունքը կանդիսացիան է։ 600 տոննա ջուր է լողավազանի մեջ։ Դուք պատկերացրեք 28-ից 30 աշճան տաքության ջուր է, այնպիսին են, որ այս խոտափոխության սարքավորումները պետք է աշխատեն ամբողջ 24 ժամվա ընթացքում։ Անընդհատ պետք է աշխատեն։ Ու շատ դժվար է, շատ հոսանք կտանի։ Երևի խնայել են կամ չեն կարողացել ի վիճակի չեն եղել։ Դա նորը սարքեցին։ Դրանից հետո կոսմետիկը ռեմոնտ էր պետք, կոսմետիկ տերեղներ էր պետք, սարքել էր, այսինքն միայն սրանք օգտագործել է։ Ասենք հələ դուք տեսեք հսկայական այս կառույցը սարքեցի տվեցի ձեռքերը, հիմա որ ուզում ես իմանալ, սրա համար կարելի է դրանց ականջները կտրել։ Մարզադպրոցի վիճակից բողոքներ հասել են քաղաքապետարան։ 2005 թվականին ինչպես է հանձնվել մարզադպրոցը եւ ինչ է մնացել, ըստ քաղաքապետի անհամեմատելի են։ Շենքը խոնավությունից, կառուցատարերը ժանգոտումից պաշտպանելու համար ամենակարևորը օդափոխությունը չի պահպանվել։ Հին սարքերը նորերով փոխարինելու կամ գոնե եղածը վերանորոգելու համար ժամանակին գումարներ չեն ծախսվել։ Փոխարենը խնդիրը լուծել են առաստաղը ցելոֆանապատելով։ Մոտորը չեն հավաքել դեպ, հենց ցելոֆաններ են քաշել, այդ ցելոֆանների գումարին մոտորը բանան էին սարքել տայ, ինքը սկսել աշխատել նորմալ վենտիլյացիան։ Ու պրիտոմ էլ շահույթ են վերցնում երեխեքից, էս են անում, են ամեն ինչ կա։ Լողավազանի կոտրված վնասված ապակիները եւս չեն փոխել, պատերը մշտական խոնավության մեջ են։ Մի խոսքով անհրապույր միջավայր է մարզադպրոցի ներսում։ Քաղաքապետարանի սպորտի բաժնի նոր պետը լողավազանի տնօրենն է աշխատել, երբ նոր էր բացվել։ Այդ ընթացքում էլ մարզադպրոցը խնդիրներ ունեցել է, օրինակ խոնավության եւ օդափոխության։ Համակարգը փոխել են ոչ թե տեղական բյուջեի հաշվին, այլ հիմնադրամի են դիմել։ Այժմ ավելի մեծածավալ վերանորոգումների անհրաժեշտություն ունի լողավազանը, բայց թե ինչ միջոցներով են անելու քննարկման թեմա է։ Գոնե sense բաները ներկայացնել է, սուբսիդիոն ծրագրերի մեջ հիմա մենք պետք է ներկայացնենք, նայենք եթե արին չեղան քաղաքապետարանի բյուջեով, հիմա քաղաքապետարանի բյուջեն է փառկացնում։ Թե պասեին ընդանուր ինքը 600 տոննա ջուր է, օդը ծանր է, ավելի օդափոխությունը ավելի լավ պետք է լինի, որովհետեւ թե մարզիկները, թե լողորդները ավելի լավ լինի, մնացած գույքներ չփչանալու համար, կանդիսացիա չլինելու համար ավելի լավ օդափոխություն է պետք։ Հովհաննես Կարապետյանը 2 ամիս առաջ է նշանակվել լողավազանի տնօրեն։ Նախկինին ազատել են աշխատանքից, բայց վերջնահաշվարկի գումարները քաղաքապետարանը դեռ չի փոխանցել։ Քաղաքապետը նախկին տնօրենի վատ աշխատանքի հետևանք է համարում շենքում տիրող վիճակը։ Շեշտում է, որ չարածի համար պետք է պատասխան տա։ Այս սրա տնօրենը 600,000 ինչ որ պարտ կա, բան կա, մի կոպեկ չտակ սրան։ Այս տնօրենի մի փողերը չտակ հանգարցակետ 600,000-ը։ Մնացածը ինչքան որ պետք է դնենք, բանանենք տա։ Լողավազանն ամռան ամիսներին կշարունակի գործել, բայց դրանից հետո պարտադիր վերանորոգման աշխատանքներ են նախատեսելու։ Շենքի վերանորոգման նախահաշիվ կազմելուց հետո շինարարի մրցույթ կհայտարարվի։ Աշնանը լողավազանի աշխատանքը ժամանակավոր կդադարեցվի։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ այսքանը, հետևեք նորությունների ժամը 20-ին։